Նրան տապանում հյուրընկալել եմ անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանին, պարոն Ղևոնդյան, շնորհակալ եմ լավին ընդունելու համար։ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ոչ թե կքննարկվի ազգային ժողովի լիագումար նիստում, այլ փակ լսումների ընթացքում, սրա մասին այսօր հայտնի դարձավ Ալեն Սիմոնյանը հայտնեց, սրան նախորդել էր Սիմոնյան, Անդրանիկ Քոչարյան հեռակաբանավեճ, մասնավորապես ազգային ժողովի աշխատակազմը զեկույցի լիագումար նիստում չընդգրկելը համարում էր բացատրում էր այն հանգամանքով, որ ժամկետն անց է զեկույցը, իսկ Անդրանիկ Քոչարյանը պնդում էր, որ պետք է այն ընդգրկվի լիագումար նիստերի օրակարգում։ Հիմա սա մի զեկույց է, որը բոլորիս է վերաբերում, պարոն Ղևոնդյան, եւ արդյոք այս զեկույցը կարող է ժամկետն անց համարվել, արդյոք անարդարացի չէ, որ հիմա պետք է փակ լսումների ընթացքում քննարկվի եւ հանրային ըստ էության լայն հասանելիություն չունենա զեկույցը։ Իհարկե անարդարացի է, գուցե զեկույցը պարունակում է ինչ-որ գաղտնի մասեր, որոնք պետության անվտանգության հետ են կապված, բայց ճիշտ կլիներ, կարծում տրամաբանական կլիներ, որ այդ մասերը առանձին քննարկվեին, մնացած հատվածը, որը հանրային հասարակության հետ կապված գաղտնիության խնդիրներ չունի, մնացածը քննարկվեր ավելի բաց ձևով, բայց ես նշեմ, որ մեզ համար, անձամբ ինձ համար, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, շատ ավելի կարևոր են հետևանքները։ Արդյոք այդ զեկույցից հետո կլինեն հետևանքներ, մարդիկ, ովքեր թերացել են, իսկ այդպիսի մարդիկ, ինչպես Անդրանիկ Քոչարյանը ասաց իր հարցազրույցում, բազմաթիվ են եղել տարբեր ոլորտներում, նրանք պատասխանատվություն կկրեն, որոնք պատասխանատվությունը չի ենթադրում միայն բանտարկում կամ պատիժ նման կերպ։ Պատասխանատվությունը ենթարկում է նաև օրինակ պաշտոնազրկում, որովհետև բազմաթիվ մարդիկ, ես համոզված եմ, ովքեր թերացել են իրենց աշխատանքում, դեռևս մինչև այսօր պաշտոնավարում են։ Եվ գուցե լինեն նաև մարդիկ, ես չգիտեմ, բայց գուցե լինեն նաև մարդիկ, ովքեր պաշտոնի բարձրացում են ստացել այս տարիների ընթացքում։ Եթե այդ հետևանքները լինեն եւ եթե ներկայացվի հանրությանը, որ սրանք հետևանքներ են այդ զեկույցի, ապա զեկույցի հանրային լինել չլինելը կարելի է ինչ-որ առումով ներել։ Սա չի նշանակում, որ իշխանությունը թաքցնելու բան այնուամենայնիվ ունի հանրությունից։ Դե ես չգիտեմ, արդյոք իշխանությունները ինչ-որ բան ցանկանում են թաքցնել, որովհետև իրենց վնասում է, թե ցանկանում են թաքցնել, որովհետև պետության անվտանգության հետ կապված խնդիրներ կան։ Դրա համար եմ ես նշում, լավ կլիներ, որ բաժանվեր երկու մասի եւ գաղտնիություն եւ իշխանությունների համար զգայուն հատվածները առանձին քննարկվեր, այն հատվածները, որոնք հնարավոր է բացել, դրանք բացվեն։ Քանի որ չի հրապարակվելու այդպես հրապարակային չլինելու, մեզ մնում է ենթադրել։ Կարող ենք ենթադրել, որ եթե հրապարակվեր զեկույցը, սա վերջ կդներ նախկին ներկա գործող իշխանության միջև այս հեռակաբանավեճին, որը շարունակվում է եւ ակնհայտորեն չի բխում երկրի շահից։ Չեմ կարծում, որ կարելի է ենթադրություններ անել ունենալով նման քիչ տեղեկություններ, քանի որ մենք չգիտենք թե զեկույցում ինչ է գրված, ում անունն է շոշափում, գուցե ընդհակառակը ներկա իշխանություններից մարդիկ կան, ովքեր այդ թերացումներում մեղավոր են, գուցե մարդիկ կան, ովքեր նախկին իշխանություններից են եղել, բայց շարունակում են պաշտոնավարել, ինչպես ես ասացի, գուցե մարդիկ կան, ովքեր իսկապես նախկին իշխանությունների ներկայացուցիչներ են եւ իրենք տարիներ շարունակ իրենց ոլորտում խնդիրներ են ստեղծել, ինչը մենք տեսել ենք անկախ այս զեկույցից, այնպես որ խոսել այն մասին, թե այս զեկույցը ինչ-որ բան կարող էր փակել, կարծում եմ շատ քիչ է տեղեկությունը դրա համար։ Պարոն Ղևոնդյան, Բաքվի բռնապետը ՄԱԿ ամբիոնից խեղաթյուրեց իրադարձությունները, կեղծեց իրադարձությունները, մեղադրանքներ հնչեցրեց Հայաստանի հասցեին եւ սա կարծես թե քիչ է մեր ներսում էլ Հայաստանի իշխանությանը փաստացի առաջին նախագահը, անկախ նրանից թե ով է այդ իշխանությունը, մեղադրում է պատերազմ հրահրելու մեջ։ Հիմա Արցախի կորուստը ինչու դաս չի դառնում այս մարդկանց համար, որպիսի իրենք գոնե իրենց անձի մասին կորուստից հետո չմտածեն հայտարարություններ անելիս։ Որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում կան մարդիկ, հատկապես քաղաքական դաշտում մարդիկ, ովքեր ունեն անձնական շատ կարևոր շահեր եւ գաղափարական պատկերացումներ, որոնք չեն համընկնում Հայաստանի ժողովրդի մեծ մասի գաղափարական պատկերացումների հետ եւ Հայաստանի Հանրապետության շահերի հետ։ Տեսեք, օրինակ Հայաստանի առաջին եւ երկրորդ նախագահները ակնհայտորեն այնպիսի հայտարարություններ են անում վերջին շրջանում գոնե, որոնք Հայաստանի Հանրապետության շահերից չեն բխում։
Հայաստանի երրորդ նախագահը նման հայտարարություններ չի անում, ամեն դեպքում ես Սերժ Սարգսյանից դա չեմ տեսել, թեև նույնպես ռուսամետ դաշտի ներկայացուցիչ է նա, բայց անձամբ ինքը եւ նրա հետևորդները կարելի ասել չափավոր ռուսամետ են, իսկ Ռոբերտ Քոչարյանը եւ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին շրջանում ամբողջապես բացարձակ ռուսամետ են, դրանց տարբերությունը հետեւյալն է, իմ պատկերացմամբ կամ իմ բնութագրմամբ, չափավոր ռուսամետները գտնում են, որ Ռուսաստանը պետք է որպեսզի Հայաստանը կարողանա իր շահերը իրացնել, բացարձակ ռուսամետները գտնում են, որ Հայաստանի շահերը կարևոր չեն, կարևոր են Ռուսաստանի շահերը եւ նույնիսկ Հայաստանի շահերի հաշվին պետք է սպասարկել Ռուսաստանի շահերը։ Ցավում եմ, որ առաջին նախագահը համալրել է երկրորդ նախագահի հետ այդ շարքերը, նախկինում այդպես չէր, գոնե մինչև վերջին տարիները այդպես չէր, բայց մենք պետք է գնահատենք քաղաքական իրողությունները հաշվի առնելով այս մարդկանց այսպիսի մոտեցումը քաղաքական գործընթացների։ Հիմա Մակամբյոնից Փաշինյանը այնուամենայնիվ հակադարձեց Ալիևին, ինչ դիտարկումներ կանեք, ոմանք գոհ են այդ հակադարձումից, ոմանք բավարարված չեն, ասում են միայն Զանգեզուրի այսպես կոչված միջանցքի մասով կարծում եմ Փաշինյանի ելույթը Մակամբյոնում բավական հավասարակշռված էր, բավական արդյունավետ էր, այնտեղ կային միջազգային հանրության համար հասկանալի եւ Հայաստանի Հանրապետության շահերը արտացոլող բավական շատ կետեր եւ նախադասություններ։ Ես նշեմ, որ ամեն անգամ չէ եւ բոլոր ելույթները չեն, որ այսքան հավասարակշռված են, սա ցույց է տալիս, որ Հայաստանի վարչապետի թիմը բավական լավ աշխատել էր մինչ այս հայտարարությունը, մինչ այս ելույթը Մակամբյոնում եւ դրանից հետո էլ Ստրասբուրգում եւս Նիկոլ Փաշինյանը եւ ելույթում եւ հարցերին պատասխանելիս ցույց տվեց, որ Հայաստանը պատրաստվում է առաջիկայում իր շահերի բավարարման ուղղությամբ աշխատել շատ ջանասիրաբար։ Հիմա Ալիևի սադրանքները կոնկրետ ինչ նպատակ են հետապնդում։ Տեսեք, Ալիևի սադրանքները, Ալիևի նմանխոսույթը եւ ընդհանրապես Ալիևի վերջին շրջանում վարքագիծը ցույց են տալիս, որ նա առևտրի մեջ է միջազգային հանրության հետ։ Կա այսպիսի տպավորություն, որ Ադրբեջանում այլևս որևէ մեկը Հայաստանի հետ առևտրի մասին չի խոսում։ Նրանք ինչ ցանկանում են եւ ինչ կարող էին Հայաստանից ստացել են, ավելին Հայաստանից ստանալ ըստ ամենայնի չի ստացվելու, օրինակ արտադրածքային միջանցք ստանալ չի ստացվելու, Հայաստանից ստանալ այն, որ օկուպացված այդ 200 քառակուսի կիլոմետրի մոտ տարածքները մնան Ադրբեջանի մաս, կարծես թե չի ստացվելու, սահմանագծման ազատման աշխատանքների ընթացքում դրանք վերադարձվելու են, անկլավների հարցում ճնշումներ գործադրելը իմաստ չունի, որովհետև այնտեղ կան լուծումներ եւ Հայաստանը երկու լուծումներին էլ պատրաստ է ըստ ամենայնի եւ փոխանակմանը եւ թողնել այնպես ինչպես կա։ Եվ Հայաստանի ստանալու բան իրականում չկա, Հայաստանի հետ առևտուր անելու բան իրականում չկա։ Եվ Ալիևը օգտագործում է այս խաղաքարտը առևտուր անելու համար այլ դերակատարների հետ, այդ թվում եւ Ռուսաստանի հետ, եւ Եվրոպայի հետ, եւ Միացյալ Նահանգների հետ, եւ ցույց է տալիս, որ կան իրավիճակներ, կան գործողություններ, որտեղ ես այս կերպ եմ պատկերացնում, եթե կան այլ պատկերացումներ, եկեք խոսենք դրա մասին, եկեք սակարկենք, հասկանանք, որ պատկերացումը ինչ արժե եւ ինչու ես պետք է օրինակ հրաժարվեմ Զանգեզուրի միջանցք խոսույթից, ինչի դիմաց պետք է ես հրաժարվեմ։ Ռուսաստանի հետ օրինակ կոնկրետ ինչ մասով է առևտուր անում։ Տեսեք, Ռուսաստանին Ալիևը կարող է օրինակ Զանգեզուրի միջանցք արտահայտությունը օգտագործելով Ռուսաստանին կարող է հաղորդագրություն ուղարկել, որ խնդիրները դեռ փակված չեն, եթե դուք ցանկանում եք մասնակցել գործընթացներին, եկեք խոսենք, հասկանանք ինչ կարող եք դրա դիմաց մեզ առաջարկել։ Բայց դա միայն Ռուսաստանին չէ ուղղված։ Նույն նշանակությունը այն ունի ուղղված Չինաստանին, ուղղված Միացյալ Նահանգներին, ուղղված Եվրոպային, այսինքն Ալիևը դաշտ է բացում առևտուր անելու կամ գուցե դաշտը արդեն կա, Ալիևը ցույց է տալիս, որ առևտուրը չի վերջացել, դեռ կան հարցեր, դեռ կան հնարավորություններ, կոնկրետ Ռուսաստանի դեպքում, որովհետև տեսեք, եթե տրիպը կառուցվում է, աշխատում է Ռուսաստանը կապ չի ունենում, առավել եւս, որ 3 արդեն տեղեկություն տարածվեց, որ ամերիկյան օպերատոր է կառուցելու կամ ամերիկյան օպերատորի հետ են ընթանում բանակցություններ, որ պետք է կառուցվի տրիպը, ստացվում է, որ Հարավկովկասյան երկաթուղին որևէ առնչություն չի ունենալու տրիպի հետ, եւ այստեղ կարծես թե Ռուսաստանը ընդհանրապես դուրս է գալիս խաղից կապված կոնկրետ տրիպի հետ, եկեք դա շեշտադրենք, իսկ Ալիևը ցույց է տալիս, որ ոչ դեռ կան հնարավորություններ, եթե դուք ցանկանում եք այնուամենայնիվ այս հարցում ինչ որ մասնակցություն ունենալ, եկեք գինը ասեք, ես հասկանամ, ես կարող եմ
դեռևս որոշակի առումով ազդեցություն գործել, կարող եմ դեռևս ինչ-որ բան փոխել։ Եթե Ռուսաստանում կգտնեն, որ արժե դա ինչ-որ գին առաջարկել Ալիևին կամ գինը կառաջարկեն եւ Ադրբեջանը կհամաձայնի, գուցե մենք ունենանք խնդիրներ, Հայաստանը ունենա խնդիրներ, այն որ Ադրբեջանը կարող է այնուամենայնիվ խոսել այն մասին, որ ոչ դա Զանգեզուրի միջանցք է, շարունակել խոսել այն մասին, որ միևնույն է տրիպը, որ աշխատի, պետք է աշխատի այս տրամաբանությամբ, ինչ-որ տրամաբանությամբ, որտեղ Ռուսաստանի շահեր կիրացվեն։ Բայց այստեղ կա նաև միայն Հայաստանը, Ադրբեջանը եւ Ռուսաստանը չեն, կա նաև Միացյալ Նահանգների գործոնը, կա Եվրոպայի գործոնը, ինչպես ասացի, այլ երկրներ, Իրանի, Չինաստանի եւ այլն, եւ այնպես չէ, որ Ռուսաստանը ինչ կին առաջարկի, Ադրբեջանը համաձայնի, հարցը այդպես լուծվելու է, մյուս կողմերն էլ այդ առևտրի մասնակից են եւ եթե Ռուսաստանը չկարողանա առաջարկել ավելին, քան այդ մյուս կողմերը, շատ հնարավոր է որ Ադրբեջանը չհամաձայնի Ռուսաստանին խաղի մեջ տեղավորել։ Մյուս կողմերին այդ տերմին օգտագործելիս Թուրքիայի ինչ նշեցիք։ Թուրքիայի հետ ինչ հարաբերությունների մեջ է։ Ոմանք ասում են շատ սրված են հարաբերությունները։ Հիմա այդ առևտրի տրամաբանությունը Թուրքիայի հետ էլ է գործում։ Դուք նկատի ունեք թուրք-ադրբեջանական հարաբերությունները։ Ես չէի ասի շատ սրված են, բայց այն, որ Թուրքիայում այնքան էլ գոհ չեն այն ամենից, ինչը տեղի ունեցավ փաստացի իրենց չիմացության բարագայում, դա ակնհայտ է, եւ Թուրքիայում չեն թաքցնում իրենց դժգոհությունը, բայց դա չի նշանակում, որ Թուրքիան դեմ է տրիպի տրամաբանությանը, ընդհակառակը Թուրքիայում ցանկանում են, որպեսզի տրիպը հնարավորինս շուտ գործարկվի, որովհետև ի վերջո Ղարաբաղյան պատերազմը, 44-օրյա պատերազմը, դրան հետևած իրադարձությունները եւ այլն Թուրքիայի համար առաջին հերթին կարևոր էին այդ ենթակառուցվածքների բացման տրամաբանության մեջ եւ ստացվել է այնպես, որ Ադրբեջանը բավական մեծ օգուտներ է ստացել պատերազմից եւ մնացած գործընթացներից, Ռուսաստանը բավական մեծ հնարավորություններ է ստացել կապված իր էներգակիրները Ադրբեջանի միջոցով արտահանելու եւ նաեւ Ադրբեջանի սանկցիոն ապրանքներ ներմուծելու հարցի հետ եւ միակ կողմը, որը ակտիվ մասնակցություն է ունեցել, բավական շատ ռեսուրսներ է ծախսել եւ փաստացի որևէ օգուտ չի ստացել Թուրքիան է։ Այն, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև այս հարցի վերաբերյալ կան տարաձայնություններ, նկատվում են արդեն 2022 թվականից, հետագայում այդ փաստական հանգամանքները մի քանի անգամ ավելացան եւ այսօր կարելի է ասել, որ Թուրքիան ու Ադրբեջանը իսկապես ունեն տարաձայնություններ։ Դա երբևէ չի նշանակում, որ Թուրքիան կարող է Հայաստանի հետ հարաբերություններին նախապատվություն տալ կապված Ադրբեջանի հետ հարաբերությունների հետ, ինչը կապված է թե նրա հետ, որ Թուրքիան եւ Ադրբեջանը երկար տարիների, տասնամյակների գործընկերներ են բավական սերտ եւ նաեւ շատ մեծ չափով կապված է նրա հետ, որ Թուրքիայում Հայաստանի նկատմամբ, ինչպես Հայաստանում Թուրքիայի նկատմամբ վստահություն չկա ու ես չեմ կարծում, որ մոտակա սերունդների ժամանակ փոխվստահություն առաջանալու է եւ դա իր հերթին չի նշանակում, որ փոխհարաբերություններ չեն լինելու, փոխհարաբերություններ կարող են լինել, բայց ինչպես հայ ժողովուրդն է ասում, շանհետ կարելի է ընկերություն անել, բայց փայտը պետք չէ ձեռքից գցել, ընդ որում այս ասացվածքը ճիշտ է երկկողմանի եւ թուրքերի համար մեր նկատմամբ եւ մեզ համար թուրքերի նկատմամբ այնպես որ պետք է հաշվի առնել որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները այնուամենայնիվ ավելի կարեւոր են լինելու միշտ քան թուրք-հայկական հարաբերությունները բայց դա չի նշանակում որ այնտեղ ամեն ինչ հարթ է լինելու կամ ամեն ինչ հարթ է արդեն այսօր այնտեղ էլ կան խութեր որոնք կարող է Հայաստանը փորձել օգտագործել իր շահերը որոշակիորեն իրացնելու համար Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում։
որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Glendale-ի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Glendale-ում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հիմա Թուրքիայի ազգային ավիափոխադրողը ուղիղ թռիչքներ է իրականացնելու Հայաստան, այսինքն այդ մասին հայտարարվել է ազգային անվտանգության խորհրդի նիստում են վերահաստատել իրենց ջանքերը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, սա համարել օգոստոսի 8-ի հետագա ազդեցության հետևանք։ Անշուշտ, օգոստոսի 8-ից հետո Թուրքիան բավական լավատեսական տրամադրություններ են նկատվում, ընդ որում իշխող շրջանակներում կապված հայ-թուրքական սահմանի գործարկման հետ, եկեք չմոռանանք, որ Սերդար Քլեչը ցամաքային ճանապարհով եկավ Երևան եւ հետ գնաց, մայիսին սպասվում է Եվրոպայի համայնքի հանդիպումը Երևանում, որին ամենայն հավանականությամբ կմասնակցի նաեւ Թուրքիայի նախագահը, հուսանք, որ Թուրքիայի նախագահը գուցե ինքն էլ ցամաքային ճանապարհով գա Հայաստան կամ եթե ինքը ինքնաթիռով գա պատվիրակության այլ անդամներ ցամաքային ճանապարհով կգան եւ նաեւ եկեք հիշենք որ Ֆիդանը հայտարարեց թե 26 թվականի առաջին կեսին կարող է արդեն ստորագրվել եւ ավերացման գնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համաձայնագիրը այնպես որ այո դա օգոստոսի 8-ի հետևանք է Ման ներքաղաքական իրադարձություններին վերադառնալով պարոն Ղևոնդյան սրվում է ռետորաբանությունը կողմերի միջև նախընտրական տրամաբանությունից ելնելով սա որքանով է բխում մեր երկրի շահերից մենք ինչպիսի պատկեր ենք ունենա ինչպիսի մթնոլորտում են անցկացվելու արդեն ենթադրություններ անելու հնարավորություն տալիս է, չէ՞ այս իրավիճակը։ Նախ մինչև Հայաստանի Հանրապետության շահերին անդրադառնալը նշեմ, որ նորմալ է, այդպես էլ պետք է լիներ նախընտրական շրջանում միշտ բոլոր երկրներում, առավել եւս Հայաստանում այդ ռետորաբանությունը սրվել է, ընդ որում բոլոր ընտրությունների ժամանակ, դրանք կլինեին նախկին իշխանությունների ժամանակ, առաջին նախագահի ժամանակ, թե ներկա իշխանությունների ժամանակ, եւ նույնն էլ հիմա է դրան պետք էր պատրաստ լինել եւ պետք էր պատրաստվել ամենայն հավանականությամբ քաղաքական դաշտի դերակատարների մեծ մասը պատրաստվել է նման պայմաններում քաղաքական պայքար իրականացնել ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության շահերին ապա չկա այլ տիպի նախընտրական գործընթաց Հայաստանի Հանրապետությունում եւ իմ գնահատմամբ մոտակա տասնամյակներում չի էլ լինելու այսինքն այն որ սրվում են հարաբերությունները տարբեր թևերի միջև մոտակա տասնամյակներում անընդհատ դրան մենք ականատես ենք լինելու նախընտրական շրջանում բոլոր նախընտրական շրջաններում եւ դա ճիշտ է եւ համապետական ընտրությունների համար եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար տեսեք ընդամենը 1-1.5 ամիս անց սպասվում են Էջմիածին համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ այնտեղ եւս որոշակի խոսույթի աճ ենք տեսնում խոսույթում որոշակի ագրեսիվության աճ ենք տեսնում եւ Քանի որ սա այսպես է Հայաստանի Հանրապետությունը ընդհանուր առմամբ պետք է Հայաստանի Հանրապետությունում պետք է մենք սովորենք ապրել նման պայմաններում եւ սա պետք է դառնա քաղաքական պայքարի տրամաբանությունը հասկանալու, անցալու եւ այդ պայքարը Հայաստանի Հանրապետության շահերին ծառայեցնելու հրամայական
Պարոն Ղևոնդյան, ամփոփենք մեր հարցազրույցը միջազգային լուրով Միացյալ Նահանգները Ուկրաինային հետախուզական տվյալներ կտրամադրի հեռահար զենքերով ռուսաստանյան էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու համար, սա Wall Street Journal-ն է հայտնում, հղում անելով անանուն պաշտոնյաների։ Հիմա որքանով սա կարող է իրական լինել եւ ինչ է փոխվում այդ հարթակում, այդ ճակատում։ Շատ մեծ հարց եք տալիս, որի մասին կարելի է շատ երկար խոսել, ես կփորձեմ հնարավորինս կարճ վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ Տրամպը վերջապես եկել է այն գիտակցման, որ Պուտինը իրեն մատերի վրա խաղացրել է այս ամիսների ընթացքում եւ տալիս է որոշակի նշաններ, ցույց է տալիս որոշակի նշաններ, որ պատրաստ է Եվրոպայի եւ Ուկրաինայի հետ միասին շարունակել հակամարտությունը ընդդեմ Ռուսաստանի, առավել եւս, որ Ռուսաստանը այս Ամերիկայի Միացյալ Նահանգներին նման որոշակի մոտեցման փոփոխությունից հետո Ռուսաստանը սկսել էր ավելի լայն միջազգային գործընթացների մասնակցել կապված Չինաստանի, Հնդկաստանի հետ հարաբերություններով, ինչը ակնհայտորեն խնդիր է Միացյալ Նահանգների համար, ինչ վերաբերում է կոնկրետ Ուկրաինային այդ ենթակառուցվածքներին հարվածելու թույլտվություն տալու եւ հետախուզական տվյալներ տրամադրելուն, Միացյալ Նահանգները եւ նաեւ Եվրոպան կարծում եմ տեսան, ինչպես եւ մենք տեսանք, որ սա որոշակիորեն աշխատում է, տեսեք Ռուսաստանը արդեն փորձում է ներմուծել վառելիք եւ այդ պատճառով օրինակ եվրասիական տնտեսական հանձնաժողովը նախորդին զրոյացրեց վառելիքի ներկրման մաքսատուրքերը մինչև հունիսի 30 2026 թվականին, նշեմ իմիջիայլոց, որ ռուսները բավական լավատես են, իրենց թվում է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ինչ որ էական բան է փոխվելու եւ իրենք կարողանալու են նորից վերադառնալ հին ռեժիմին եւ օգտագործել իրենց բնական pašարները, իմ գնահատմամբ այդպես չէ, հունիսի 30-ը կերկարացնեն էլի 6 ամսով, հետո էլի 6 ամսով մինչեւ հավանաբար պատերազմի ավարտը։ Ինչպես ասացի, տեսան շատ շատերը, որ սա աշխատում է եւ Ռուսաստանը խնդիրներ ունի վառելիքի շուկայում եւ փորձում են հարվածել այնտեղ, որտեղ որոշակի արդյունք ունեն։ Այսինքն այդ դեպքում պատերազմի հնարավոր ավարտը սարերի հետևում չի կարելի համարել։ Չէ, ես համաձայն չեմ դրա հետ, պատերազմի ավարտը իրականում բավական մշուշոտ է, դրա համար ես նշեցի, որ մեծ հավանականությամբ 2026 թվականի հունիսին այդ վառելիքի մաքսատուրքերից ազատումը կերկարացվի, որովհետև ամենայն հավանականությամբ պատերազմը դեռևս շարունակվելու է։ Այսինքն Պուտինը պատրաստ է երկար շարունակելու։ Պուտինը ուրիշ տարբերակ ուղղակի չունի, այստեղ շատ ավելի կարևոր է, որ փաստացի Միացյալ Նահանգները ցույց տվեց, որ իրենք էլ են պատրաստ այդ շարունակմանը։ Շնորհակալ եմ։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել նաև Patreon-ում եւ այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։